Գյորջյան Կասկադ 60 ամիս փուլային վճարում բազմաթիվ առավելություններ։ Հայաստանը ակտիվորեն շարունակում է հաղորդակցությունների զարգացումը, այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում ընդգծել է վարչապետ Փաշինյանը։ Նա վերահաստատել է Հայաստանի պատրաստակամությունը Կորնիձոր երասխ երթուղով ապահովել Ադրբեջանի արևմտյան շրջանների եւ Նախիջևանի ինքնավար հանրապետության հետ կապը։ Երասխի հատվածում փոքր վերանորոգման անհրաժեշտություն կա, սակայն երթուղին արդեն կիրառելի է եւ անհրաժեշտության դեպքում հնարավոր է նաեւ Իջևան-Ղազախ ուղղությամբ երթուղի բացել։ Այս առաջարկը ըստ վարչապետի միտված է խաղաղությունը ամրապնդելուն եւ փոխադարձ օգտավետ կապ հաստատելուն։ Հայաստանի Հանրապետության նոր սահմանադրության մեջ անկախության հռչակագրին հողում չպետք է լինի։ Վարչապետ Փաշինյանը դեռ ավելի վաղ էր նման դիրքորոշում հայտնել։ Հիմա կրկին վերահաստատում է իր մոտեցումը, որպես հիմնավորում առաջ քաշելով այն կարծիքը, թե անկախության հռչակագիրը կառուցված է կոնֆլիկտի տրամաբանության վրա։ Չենք կարող մենք կոնֆլիկտի տրամաբանության վրա գնալ եւ ուզենալ անկախ պետություն կառուցել։ Ըստ Փաշինյանի իրենից կոնֆլիկտ է ենթադրում նաև Արցախի հանրապետությանը հղում անելը, փախստականների վերադարձի իրավունքի մասին խոսելը, քանի որ Ադրբեջանն էլ է նույն հարցերը առաջ քաշում, թեման զարգանում է ու տանում բախման։ Ղարաբաղյան շարժում չկա, ամփոփում է կառավարության ղեկավարը։ Շատ լավ հասկացա։ Եկեք բոլորը սկսենք ենթադրենք հղում ենք անում Արցախի հանրապետություն։ Դա ինչ է նշանակում։ Դա նշանակում է կոնֆլիկտ։ Դա նշանակում է կոնֆլիկտ։ Այսինքն հղում ենք անում բոլոր Արցախի հանրապետություն եւ այլն, դա նշանակում է նախ կոնֆլիկտ, հետո եթե այդ տեսությունը մենք ворթեգրում ենք, այդ տեսության ворթեգրման ճանապարհին պետքա գնալ կոնֆլիկտի։ Բա ո՞նց ենք լուծում։ Դա նշանակում է ամեն այդպիսի նախադասությունը նշանակում է պատերազմի կոչ, այսօր վաղը մյուս օրը ես չգիտեմ։ Վերջին շրջանում ավելացել են թմրամիջոցների ապօրինի շրջանառության բացահայտման դեպքերը։ Ընդհանուր առմամբ արձանագրվել է բացահայտումների 158% աճ։ Թմրամիջոցների դեմ պայքարի շրջանակում կարևոր է կենտրոնանալ ներկրողների եւ արտադրության վրա, բայց քանի դեռ գլխավոր օղակի հարցը չի լուծվել, ուշադրության կենտրոնում են ամենախոցելի խումբը համարվող դեռահասները։ Դրա դեմ պայքարի ձևերից մեկը 300 դպրոց նախագիծն է, որտեղ կան խաղահրապարակներ, ֆիզկուլտուրայով, սպորտով ավելի շատ զբաղվելու հնարավորություններ, ֆուտբոլի դաշտերի կառուցում եւ այլն եւ այդպես շարունակ, որպեսզի երիտասարդությունը ավելի շատ ստեղծարար զբաղմունքների վրա կենտրոնանալու հնարավորություն ունենա։ Արդեն երկրորդ շաբաթն է, ինչ Իրանն ու Միացյալ Նահանգները շարունակում են փոխադարձ հարվածները, ապակայունացնելով տնտեսական ու քաղաքական իրավիճակը տարածաշրջանում։ Բնականաբար, Իրանից Հայաստան եւ հակառակ ուղղությամբ բեռնափոխադրման խնդիրներ են առաջացել, բայց ըստ Փաշինյանի այդ առումով իրավիճակը արտակարգ չէ։ Տվյալները, թե Իրանում 180 բեռնատար կա կուտակված, չի համապատասխանում իրականությանը։ Բեռնատարների թիվը 11 է։ Անվտանգության միակ երաշխիքը դա խաղաղությունն է, այս մասին Ստրասբուրգում հայտարարել է Հայաստանի վարչապետ Փաշինյանը հանդես գալով Եվրոպական խորհրդարանի նախագահի հետ համատեղ հայտարարությամբ։ Նա ընդգծել է ժողովրդավարական բարեփոխումների շարունակականությունը եւ Հայաստան-Եվրամիություն հարաբերությունների ամրապնդումը, ինչպես նաեւ հիշեցրել 2025-ին ընդունված օրենքի մասին Եվրամիությանը անդամակցելու գործընթացի մեկնարկը, ռազմավարական նոր օրակարգի իրականացումը, վիզաների ազատականացման բանակցությունները եւ Եվրամիության աջակցությունը խաղաղության գործիքի եւ քաղաքացիական դիտորդների առաքելության միջոցով։ Մեծոլան իր հերթին նշել է, որ Իրանի իրադարձությունների ֆոնին Հայաստանը դարձել է կարևորագույն մարդասիրական միջանցք։ Միակ երաշխիքը խաղաղությունն է։ Չկա ավելի հուսալի անվտանգության երաշխիք, քան խաղաղությունը։ Երկրորդ շերտի անվտանգության երաշխիքը համագործակցությունն է, փոխկապվածությունը, տնտեսական համագործակցությունը եւ փոխշահավետությունը, որովհետեւ իհարկե մենք շատ լայնորեն արդեն ասացի, վերջերս մենք նաեւ ռազմատեխնիկական համագործակցություն ունենք նաեւ Ամերիկայի Միացյալ Նահանգների հետ, եվրոպական մի շատ երկրների հետ, որ նախկինում երբեք չենք ունեցել։
Դեկտեմբերին Եվրոպական միությունը եւ Հայաստանը համաձայնեցրին ռազմավարական նոր օրակարգ Եվրամիություն Հայաստան գործընկերության շրջանակում։ Մենք նաեւ ողջունում ենք այն հանգամանքը, որ վիզաների ազատականացման գործողությունների ծրագիր է ներկայացվել։ Ուժեղ հանձնառություն կախորացնելու Եվրոպական միության հետ կապերը մենք ողջունում ենք Հայաստանի հաստատուն հանձնառությունը։ Վերջին օրերին Իրանի իրադարձությունների ֆոնին Հայաստանը մարդասիրական կարևորագույն միջանցք է դարձել։ Ես ուզում եմ ձեզ շնորհակալություն հայտնել։ Շնորհակալ եմ, որ օգնել եք Եվրոպայի քաղաքացիների տարհանմանը։ Ստրասբուրգում Եվրոպական խորհրդարանի վարչական շենքի հարակից տարածքում տեղադրվել է հայոց Այբուբենի հուշարձանը։ Բացմանը ներկա են եղել վարչապետ Փաշինյանն ու Եվրոպական խորհրդի նախագահ Ռոբերտա Մեցոլան։ Վարչապետի մամուլի ծառայությունից հայտնել են, որ արմատագիր երկխոսության ուժը խորագրով արձանը տեղադրվել է Հայաստանի Հանրապետության կողմից ի նշան երախտագիտության Եվրոպական խորհրդարանի շարունակական եւ անվերապահ աջակցության համար։ Բալաջարի երկաթուղային կայարանից կմեկնի ռուսական հացահատիկով բեռնված բեռնատար գնացքը, որը Հայաստան է ուղևորվում Ադրբեջանի տարածքով տարանցմամբ։ Ադրբեջանական լրատվամիջոցները հայտնում են, որ գնացքը բաղկացած է 7 վագոնից, տեղափոխվող հացահատիկի ընդհանուր քաշն էլ կազմում է 488 տոննա։ Նշում են, որ գնացքն այնուհետև կհասնի Վրաստանի հետ սահման եւ ճանապարհը կշարունակի դեպի Հայաստան։ Հիշեցնենք, նմանատիպ նախորդ փոխադրումն իրականացվել էր փետրվարի 4-ին։ Խոսքը վերաբերում է հացատիկի, բենզին կամ նման ուրեմն կենցաղային նման ուրեմն ապրանքատեսակների համար այո ինքը երկաթգիծը կտրամադրվի։ Սա քաղաքական կոնտեքստ ունի միջև ընտրությունները, այո դուք ելի կտեսնեք նման գնացքների ժամանում։ Սա տեղավորվում է խաղաղություն է տիրում իշխող քաղաքական ուժի նախընտրական այդ ռազմավարության մեջ։ Ամերիկա-իսրայելական կոալիցիան հրթիռային հարվածներ է հասցրել Թեհրանի հին հայկական թաղամասերից մեկի Մաջիդիեում գտնվող բնակելի համալիրին։ Նախնական տվյալներով զոհերի մասին չեն հաղորդում, սակայն փլատակների տակ մնացած բնակիչներ կան։ Տեսանյութում հայկինը պատմում է իրենց բնակելի համալիրին հասցված հրթիռային հարվածի մասին, քննադատելով Ամերիկայի նախագահին նման դաժանության համար։ Մաջիդիեն Թեհրանի հին հայկական թաղամասը հայտնի էր աշխուժ մթնոլորտով եւ զարգացած ենթակառուցվածքներով, որոնց ձևավորման եւ զարգացման գործում կարևոր դեր են ունեցել իրանահայերը։ Հայկական թաղամասին Թեհրանինը անցյալ օրն են հարված հասցրել, Սպահանինը Ֆերդոսի փողոցն է, որը Ֆերդոսի փողոցը հայկական թաղամասին թեև մոտիկ է, բայց հայկական թաղամասին մոտիկ է, իհարկե այդ շրջանում գծված էր, հայը շատ քիչ են ապրում, թեև թաղը ընդհանրապես հայկական է կոչվում, այնտեղ նաև դիմաց հայկական միություն կա, դրա ապակիները փշրվել է։ Ամերիկա-իսրայելական ուժերը հրթիռային հարվածներ են հասցրել նաև Իրանի Խորամաբադ, Թեհրան, Սպահան եւ Շիրազ նահանգներում գտնվող ընդհանուր 30 ազգային եւ համաշխարհային գրանցում ունեցող հուշարձանների եւ մշակութային ժառանգության օբյեկտներին։ Եթե ուշադիր նայեք, հայկական միության նշան երևում է, երկու արծիվներով նշան ունի այդ միությունը, Իրանայի ազգային եւ մշակութային միության կենտրոնատեղին է, որ ապակիներ փշրվել։ Իմ գալու ժամանակ էլ ճանապարհը մի երկու տեղ ռմբակոծում եղավ, նույնիսկ ցավալիորեն մետեղ, որ ժողովուրդը կանգնում էր հանգստի եւ ճաշի, նախաճաշի այդպես կենտրոններ էր, այնտեղ հարվածվել էր, որ իհարկե մեր իմանցնելուց մի երկու ժամ հետո, որ մոտ մի 20 հոգի զոհվեցին այնտեղ։ Թրամփը իր True Social սոցիալական ցանցում գրել է Միացյալ Նահանգները հարվածներ է հասցրել իրանական նավերին 16 նավակների, որոնք ըստ Թրամփի նախատեսում էին ականապատել Հորմուզի նեղուցը։ Համացանցում տեսանյութ տարածվեց, թե ինչպես է Միացյալ Նահանգների ռազմաօդային ուժերի ռմբակոծիչը վայրէջք կատարում Մեծ Բրիտանիայի Ռաֆ Ֆեյրֆորդ օդակայանում։ Սա Վաշինգտոնի ռազմական ներկայությունը ուժեղացնելն է Իրանի հետ ամերիկա-իսրայելական հակամարտության սրման պայմաններում։ Դրանի պատասխան Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը հայտարարել է 2 տոննա մարտագլխիկով հրթիռների հարձակման մասին Իսրայելի եւ Մերձավոր Արևելքում գտնվող Կատարի եւ ամերիկյան բազաներին։ Բահրեյնը զգուշացրել է բնակիչներին մնալ ռազմաապաստարաններում։ Իրանում գործողությունը դադարեցնելու որոշումը Միացյալ Նահանգները եւ Իսրայելը կկայացնեն համատեղ, այս մասին հայտարարել է Թրամփը իսրայելական The Times of Israel լրատվամիջոցին տված հարցազրույցում, նշելով, որ այդ հարցը քննարկել է Իսրայելի վարչապետ Նեթանյահուի հետ եւ վերջնական որոշումը կկայացնի ճիշտ ժամանակին։ Նա նաև ասել է, որ Իրանը սպառնալիք է ներկայացնում Իսրայելի համար եւ ընդգծել է, որ երկու երկրները միասին են գործել այդ վտանգը չեզոքացնելու համար։
Մենք չեղարկում ենք նավթի հետ կապված որոշ պատժամիջոցներ գները նվազեցնելու համար, հայտարարել է ԱՄՆ նախագահ Թրամփը Վլադիմիր Պուտինի հետ հեռախոսազրույցից հետո։ Մենք պատրաստվում ենք հանել այդ պատժամիջոցները, քանի դեռ իրավիճակը չի պարզվել, իսկ հետո ով գիտի, գուցե մեզ հարկել չլինի դրանք նորից սահմանել, նշել է Թրամփը։ Իրանի տարածքում կմեկնարկի ռազմական գործողությունների նոր եւ առավել հզոր փուլ, հայտարարել է Պենտագոնի ղեկավար Փիթ Հեքսեթը։ Ըստ նրա, հարվածներն իրենց մասշտաբներով գերազանցելու են նախորդներին։ Այսօր կրկին կլինի Իրանի ներսում մեր ամենահզոր հարվածների օրը, ամենաշատ կործանիչները, ամենաշատ ռմբակոծիչները, ամենաշատ հարվածները։ Հետախուզական տվյալներն առավել ճշգրիտ են եւ լավը, քան երբևէ, նշել է Հեքսեթը։ Լիցենզավորված մի շարք տնտեսվարողներ գազաբալոնների պարբերական վկայագրումը իրականացնում են ոչ պատշաճ։ Ավելին, հաճախ նույնիսկ առանց համապատասխան ծառայության մատուցման տրանսպորտային միջոցը գրանցվում է գազաբալոնների շտեմարանում, որպես հետագա շահագործման ենթակա։ Խնդիրը կարգավորելու համար գազաբալոնների պարբերական վկայագրման գործընթացում նախատեսվում են խստացումներ։ Որովհետև պարբերական վկայագրումը դա գործողությունների համակարգ է, որի մեջ մտնում է գազաբալոնի նույնականացնում, գազաբալոնի արտաքին եւ ներքին զննում, գազաբալոնի կշռում, դրանից հետո գազաբալոնի հիդրավլիկ փորձարկում եւ նաեւ գազաբալոնի սնման համակարգի փորձարկում։ Եվ որպիսի գազաբալոնների պարբերական վկայագրման նկատմամբ վերահսկողական մեխանիզմ նոր գործիքակազմ ունենանք, ուրեմն նախարարությունը նախաձեռնեց այս փոփոխությունը։ Մասնագիտացված լաբորատորիաներում ստուգման եւ սերտիֆիկացման ողջ գործընթացը պարտադիր տեսաձայնագրվելու է։ Սա անհրաժեշտ է գազաբալոնների վկայագրման գործընթացի թափանցիկությունը ու անվտանգությունը ապահովելու համար։ Լաբորատորիաները պարտավորվելու են տեսագրությունները պահպանել առնվազն 6 ամիս, իսկ անհրաժեշտության դեպքում դրանք կարող են տրամադրվել իրավապահ մարմիններին։ Տեսագրության մեջ պետք է արտացոլվի տվյալ տրանսպորտային միջոցը, համարանիշը եւ պարբերական վկայագրման ողջ process-ը, որպեսզի հնարավոր լինի հիմնավորել կամ նույնականացնել ծառայության պատշաճ իրականացումը։ Գազաբալոնների վկայագրման ոլորտում աշխատում է 104 լիցենզավորված կազմակերպություն։ Էլեկտրոնային շտեմարանում գրանցված է մոտ 400,000 գազաբալոնային մեքենա։ Նոր կարգավորումը ուժի մեջ կմտնի մարտի 28-ից։ Նա իսկի շտաբօգնությանը ճանապարհ չեն տալիս, Սիլիկյան նոր խճուղի Մազմանյան փողոց շրջանաձև հատվածում քաոսային երթևեկություն է։ Հետիոտների համար տեղադրված ու գործող հատուկ լուսակիրների աշխատանքը դադարեցվել է, որն էլ անհարմարություններ է պատճառել ոչ միայն հետիոտներին, այլ նաև վարորդներին։ Մարդիկ գալիս էին, գնոցան ստեղծում էին, մոտ 30-40 վայրկյան սպասում են ու հետիոտները անվտանգ անցնում են, բայց չգիտես բարձի թող աջաբսանդալ վիճակ էդի հաստատա։ Մի կողմից հարմարության, մյուս կողմից անվտանգության խնդիր էին լուծում այդ լուսակիրները։ Հիմա հաճախ է այդ հատվածով անցնելը վեճերի պատճառ դառնում։ Մի հատ հենա ներքևում մի թեթև վթար է եղել, Mercedes Tukian բախվել են իրար, խցանումը արդեն հասնում է մինչև երկու ոտեր։ Մոտ 2 կիլոմետր խցանումը գնում է։ Նա խցանումը ուրա գնում հասնում է միջև որտեղ։ Երևանցիները քաղաքային իշխանությանն են դիմում տեղում վիճակը ուսումնասիրելու ու լուսակիրների աշխատանքը վերականգնելու համար։ Քաղաքացիների սպասարկումը ավելի արագ ու հարմար կազմակերպելու նպատակով ներքին գործերի նախարարի հանձնարարությամբ իրականացվել են կարևոր փոփոխություններ։ Մարտ ամսվա բոլոր շաբաթօրերը հաշվառման քննական ստորաբաժանումներում սահմանվել են որպես աշխատանքային։ Հերթագրման համակարգում ներդրվել են նոր տեխնիկական լուծումներ, որոնք արդեն իսկ տվել են իրենց արդյունքը, հերթերը զգալիորեն նվազել են։ Մարտի 10-ին 26-ամյա Արմենը BMW-ով Երևան-Մեղրի ճանապարհին բախվել է 38-ամյա Արթուրի անվամբ հաշվառված կամազ բեռնատարին։ BMW-ի վարորդը ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխվել է հիվանդանոց, հետո էլ գիտակցության չգալով մահացել։ Նրան առաջին օգնության էին հասել քաղաքացիները, օպերատիվորեն ժամանած Մասիսի շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը։ Տեղում էին ոստիկանության բարեկային ծառայության Նահարատի մարզի գումարտակի առաջին վաշտի 2-րդ դասակի բարեկները։
Մարտի 10-ին շղթայական վթար է տեղի ունեցել մայրաքաղաքում։ Դավիթ Բեկ փողոցում բախվել են Լինկոլնը, Հոնգչին, Հոնդան եւ Օփելը։ Վերջինի վարորդը տեղափոխվել է հիվանդանոց, նա եղել է ոչ սթափ։ Վիրավորին առաջին օգնության են հասել քաղաքացիները, օպերատիվորեն ժամանած Երևանի շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը։ Տեղում էին ոստիկանության բարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 2-րդ գումարտակի առաջին վաշտի պարեկները։ Բժիշկները վիրավորին մինչև հիվանդանոց տեղափոխել է, տեղում առաջին բուժօգնություն են ցուցաբերել։ Այդ պահին պարեկները սահմանազատել են տարածքը։ Մարտի 10-ին Չաուշի փողոցից դեպի Սիլիկյան թաղամաս տանող շրջանաձև հատվածում բախվել են Մերսեդեսն ու Կիան, ժամանել են ոստիկանության բարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 3-րդ գումարտակի 2-րդ վաշտի պարեկները։ Այս հատվածում գրեթե միշտ քաոսային վիճակ է, քանի որ հետիոտների համար անցման լուսակիրները հանվել են։ Սա էլ իր հերթին վտանգավոր վիճակ է ստեղծում վարորդների համար։ Բարեբախտաբար տուժածներ չկան։ Մարտի 10-ին Վարդենիս քաղաքի Վիկտոր Համբարձումյան փողոցում բախվել են 54-ամյա Կամոյի VAZ-2107-ը, 27-ամյա Նարեկի Օփելը, 72-ամյա Աշոտի Օփելը։ VAZ-2107-ի վարորդը ու նրա ուղևորը վնասվածքներով տեղափոխվել են Վարդենիս բժշկական կենտրոն։ Ժամանել են ոստիկանության բարեկային ծառայության Գեղարքունիքի մարտի գումարտակի 2-րդ վաշտի 3-րդ դասակի պարեկները։ Եվ արդեն մի քանի օր է Հայաստան-Վրաստան սահմանի Բագրատաշենի անցակետում դեպի Հայաստան բեռնատարների մուտքը դանդաղել է։ Սահմանային հատվածում երկար հերթեր են առաջացել։ Վարորդներից մեկը Վարդան Մանուկյանն է Շամշյան.com-ի թղթակցի հետ զրույցում հայտնել, որ արդեն մի քանի օր է խցանման մեջ են, սպասում են, բայց երբ իրենց հերթ կհասնի Հայաստան մուտք գործելու համար դեռ պարզ չէ։ Հիմնականում ընդունում են միայն սննդով բեռնված մեքենաներին, այն էլ մեծամասամբ վրացի վարորդներին։ Կեսն եմ ցույց տալի։ Ամբողջ օրվա ընթացքում 10 ավտո է գնացել։ Ու մենք չենք կարող հասկանանք ինչի։ Լրիվ անգործություն է, լրիվ։